Արդեն ներողություն, եկեք նաև արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով, հա, կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը առնել, նաև այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Այսինքն շատ սպეციფիկ է, եթե դուք նկատեցիք, ես քաղաքացի, երկիր համարյա գիտեմ, որտեղ ով որ քաղաքացին դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնա, կացության խնդիր ունի եւ այլն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։